Մենք որպես հայ առաքելական եկեղեցու զավակներ ուղղափառ մեր ուխտը կապած մեր հայ առաքելական եկեղեցու հետ մենք առհասարակ բարությունն ու սերն ենք քարոզում, մեր խոնարհումն ենք բերում մեր վանքերին, մեր եկեղեցին, մեր եկեղեցուն եւ այդպիսի փորձում ենք սադրանքներից, փորձություններից, խաբեբայություններից, սուտից հեռու լինել եւ մեր ժողովրդին առհասարակ ուղղորդում ենք, որ բարության կերպարի մեջ մնան։ Այսօր նախատեսված էր պատարագը մատուցել Հովհաննավանքում, բայց ինչպես Տեր Փարենը նշեց, մտավախություն է եղել, որ թույլ չեն տալու եկեղեցի մտնել։ Ստացվում է, որ առաքելական եկեղեցին զիջում է կարգալույծ եղած քահանայի պատճառով։ Առաքելական եկեղեցին միշտ էլ զիջող է եղել, որովհետև գիտեք, որ Քրիստոսահիմն եկեղեցի է եւ այդ զիջումը չի նշանակում թուլություն։ Այդ զիջումը ավելի խոնարհում է բերում մեզ, մեր եկեղեցուն եւ առհասարակ մեր հայ ժողովրդին։ Եվ որպիսի զերծ մնանք տարբեր տեսակ խոսակցություններից, բամբասանքներից եւ ինչպես որ նշում եք սադրիչ գործողություններից, այդ իսկ պատճառով զրկվեցինք այսօր կոպիտ ասած մեր այցելությունը չկատարեցինք Հովանավանք եւ մեր խոնարհումը չբերեցինք, բայց հուսալքված չենք։ Հովանավանքը մերն է, մեր հայ ժողովրդինն է եւ մեկ օր գնալու ենք եւ մեր խոնարհումը նորից ու նորից բերելու։ Ձեզ առանց իշխանության հովանավորչության հնարավոր էր այդ ամենը տեղի ունենալ այսօր եւս։ Առանց իշխանության հովանավորչությամբ ոչ մի բան էլ տեղի չի ունենում։ Այս ամենը, ինչ որ դուք տեսնում եք, իշխանության հովանավորությամբ է։ Եվ նման խամաճիկներն էլ իրենց գործիքներն են, օգտագործվելու են եւ մեկ օր դեն նետվեն։ Իսկ եկեղեցին ինչ լծակներ ունի, օրինակ կարգալույծ եղած քահանային եկեղեցուց վտարելու, այսպես ասած, եւ այնպես անի, որպեսզի թույլ չտան նա շարունակի պատարագ մատուցել, ինչպես այսօր Ստեփան Ասատրյանը օրինակ։ Կան լծակներ։ Եկեղեցին լծակներ չունի, եկեղեցին հայրական հորդոր ունի մեր ազգի ամենայն հայոց վեհափառ հայրապետի գլխավորությամբ եւ հորդորում է, որպեսի զերծ մնան հնարավորինս այդ քայլերից, եթե կարգալույծ են, իրավունք չունեն պատարակելու, կանոնական չի եւ այդ իսկ պատճառով էլ իրենք հակառակը մեր ժողովրդին մղում են ավելի մեղքի, ավելի չարության։ Այսօրվա դեպքը հենց փաստ։ Արմեն անունով ոմն մեկը կարգալույծ եղած պատարակում է Հովանավանքում, որը որ իրավունք չունի Ստեփան Ասատրյանի հետ մեկտեղ եւ համախմբել են, հրավիրել են, չգիտեմ, մարդկանց, ինչ պատարակ են մատուցում, տեղյակ չեմ, բայց իրենց արածը կեղծիք է, մեղք է, եւ իմ հորդորն է մեր ժողովրդին, որ չտարվեն, չգնան, այդ մեղքից մաս եւ բաժին չունենան։ Թող Տերը ուղղորդի ամենքիս։